այստեղ պետք է ուղղակի դիտարկել ու հասկանալ ու վերլուծել ինչ նպատակ կարող է ունենալ բավականին ցածր ռեյտինգ ունեցող իշխանությունը ու ինչ ինքը կարա անի այդ դեպքում կամ ուզում է անի այդ դեպքում ու ցավոք սրտի մեր մոտ դա հմուտ ստացվում է, հա, այն ինչ որ մեր իշխանությունը անում է։ Ինքը ունի ինչ որ աջակիցների սեգմենտ, հա, այդ առաջի ինչ որ կարգի աջակիցներն են, որոնք արդեն իրենց վստահում են, արդեն իրանցն են, ու ինքը ունի ընդհանրենք վարչական ռեսուրս, հա, որը էլի ինքը գիտի, որ ինքը կօգտագործի ընտրություններից առաջ։ Դա ինչ որ պլյուս մինուս հասկանալի ինչ որ ռեսուրս է իր բալանսում, հա, եթե այդպես ասենք։ Հիմա ինքը ունի ստեղ երկու ուղի, երկու նպատակ կարա դնի։ Նպատակ համար 1 ինքը կարա սկսի բոլորին համոզել, որ ինքը իրականում շատ լավ իշխանություն է, շատ ճիշտ բաներ է անում եւ այլն եւ այլն։ Բայց նվազող ռեյտինգները մեր դե ֆակտո իշխանության ցույց են տալիս, որ դա հնարավոր է անել, որոնք ինչ-որ չափով դա փորձում են անել, բայց դա բազմաթիվ ներդրումներ ու ջանքեր է պահանջելու իրանցից, հա, այսինքն այդ մարքեթինգային տերմինով ասեմ, բայց return on investment-ը վերադարձը ներդրման շատ ցածր է իրականում ստացվում, այսինքն դա հետաքրքիր, այո, դա հետաքրքիր չի։ Դրա համար ստեղ գալիս է այլ նպատակը։ Նպատակը հետեւյալն է, անել այնպես, որ իրանց այդ բալանսից ավել ոչ ոք չունենա։ Ու այստեղ գալիս է շատ դասական բաժանիր եւ տիրիրը, իսկ բաժանիր եւ տիրիրը իր հերթին բերում է այս ահաբեկչության, որի տակ մենք որ գտնվում ենք։